Ես դարձի եկա ապաշխարեցի, որովհետև Աստծո հանդիպեցա։ Անգա առաջ ես աթեիստ էի, անհավատ էի, չէի հավատար Աստծո։ Աստծո գահայու էի, հայոյում էի Աստծո։ Լավ է։ Հայոյում էի Աստծո, չէի հավատար։ Բզիկ դարիքես եկենցին ցկեցի փախա եւ ասի, եթե այս է քրիստոնեությունը չեմ ուզում։ Եկեցի կարող չէի մտնել։ Գմտնեի մայրիկիս խաթրին համար։ Հորս խաթրին համար գմտնեի։ Բայց այս որբեսի ներս մտնեմ 5 րոպե մնամ, հաղորդություն վերցնեմ, որբեսի խաթր չգդրեմ, բայց ես ներքնաբես Աստծո գահայու էի, հայում էի։ Եվ գսե եթե ասե եկեցին, կամ այս է քրիստոնեությունը ճիշտ ասպարով սի չեմ ուզում։ Բայց եթե մեկը գար, որուն գրնայի որոշ չափով ասեի, որ եթե Աստված գա քոնի իրեն գլսե, անա իմ մայրս է։ Որով մայրս օրական գաղութ էր։ Եվ գիտեի անգեղծ է։ Եվ գսեի, եթե իսկապես Աստված եթե գա, ասպես գաղութ էի։ Եթե գա Աստված, մորս հավանաբար լսե։ Մինչև որ ես օրը եկավ Աստծո հանդիպեցա, թեմ արդեմ։ Հոն փոխվեցավ ամեն ինչ։ Հրաշները չէին, որ ինձի փոխեցին։ Նշանները չէին, որ ինձի փոխեցին։ Աստծո հետ հանդիպումս էր։ Եվ որ Աստծո հանդիպեցի, լման մարմինս սկաց։ Լման մարմինս ներքին հոգիս գիտեր, ճանցավ, որ Աստված կա։ Ես չէի համոզված լիովին, ես միան մտաբես աչրջանի մտաբես համոզվեցա, որ Աստված կա, անշուշտ ես շատ արագ կպատմեմ, շատ հանգրվաններ անցավ, բայց մտաբես համոզվեցի, որ Աստված կա, որով գիտություն դեսա սուտ է խոսում, բայց ադի չէ, որ ինձ ապաշխարեցուց։ Ես այդպես չէ, որ Հիսուսի նվիրեցի իմ կյանքս։ Հիսուսի նվիրեցի կյանքս եւ որ իրեն հանդիպեցա։ Դեսա ողջ իր խոսքին դերն է։ Եվ գիշեմ իմ բարեկամներից մոտ գնացի, ընկերներիս, ընկերուհիներից մոտ գնացի եւ ասացի, «Ասի դղակ, Աստված ողջ է, Աստված կա, իրական է։ Աստված գուրգ չէ, Աստված արցան չէ, Աստված խաչմը չէ, Աստված բادرը չէ, Աստված իրական է, գրնաս հետո հաղորդակցիր, ինչպես հորդ հետ կա հաղորդակցիս, մորդ հետ կա հաղորդակցիս»։ Այդ օրը ձունգի եկա ես Աստծո առջև, որով լման օծություն եկավ, Սուրբ Հոգին հոսած օծությունը, լման մարմինս բռնեց։ Լման մարմինս ձունգի ինգա, այլևս չէի կարող ոտքի կանգնել, ձունգի ինգա, եւ գիշեմ առջևի շարքը նստած էի, եւ բադվելին գանցներ այսպես, եւ ասավ, ով որ գուզե, ես ձունգի եկա, եւ ասի դերոջ, ասի դեր, ես հիմա գիտեմ հոս, թե թունգաս։ Հենց որ այդ մեկը ասեցի, բադվելին ասեց, ան որ իսի դու ուզում է նվիրել Տեր Հիսուս Քրիստոսի, թող առջև մոտենա։ Ես սողալով առջև եկա այսպես, առջև կացի, որով կարող չէի ոտքի կանգնել, այդքան որ օծությունը թանցր էր։ Ցավ չէի զգում, ընդհակառակը ուրախություն սրտիս մեջ, որ իմ Տիրոջս հանդիպեցա։ Եվ երբ առաջարկեց բադվելին սիրտդ նվիրել, սողալով առջև կացի, գարձես կսպասեի, որ ինքը այդ մեկը ասեր։ Աղոտքս չի վերջացուցի թեր բադվելին այդ մեկը ասավ, ես սողալով առջև կացի եւ սիրտս նվիրեցի Հիսուս Քրիստոսի։ Աստծո այդ կյանք ապրիլը սիրելիներ ռուտին չէ, բարդականություն չէ, իրական կյանք է։ Թուն չանա իրական կյանք ապրիլ Տեր Հիսուսի հետ։ Ոչ թե երևակայական։ Եթե ես պիտի հավատամ Աստծո իմ փրկությանս համար, ես պիտի հավատամ Աստծո, որ ինք խաչի ելավ Քերեզմանը մտավ մեղքերիս համար եւ հետո հարություն արավ, որ ինձ փրկե, ես նույնպես պիտի հավատամ ամեն խոստումները, որ Աստվածաշունչի մեջ գրած է եւ ասած է ինքը։ Ամեն խոստում։ Չես կնար Աստծո մոտենալ մեկ խոստումը ընդունելով մյուս խոստումը ոչ։ Գսե Աստված, ես մարդ չեմ, որ սուտ խոսեմ։ Ես մարդ չեմ, որ սուտ խոսեմ։ Նույն Աստվածը, որ մեզի փրկություն խոստացավ, եւ ես գահավատամ անոր, ով գահավատա անոր։ Հա? Լավ, նույն Աստվածը խոստացավ, որ եթե դաս պիտի դրվի քեզ։ Նույն Աստվածը, որ խոստացավ քեզ հավիտենական կյանք,
Նույն Աստվածն է, որ ասավ դուր եւ բիդրվի քեզ լեփլեցուն արադ Աստուծո եթե քիչ դաս 1% դաս Աստված քեզի 99% կուտա ասկի ավելի քեեցիկ արևդուր չգա գիտեք ինչ քեեցիկ է Աստված թուն քեզի կուտաս որ շատ խեղճ է Աստված քեզի իր ամբողջ լիությունը կուտա քեզ ամեն ինչ որ Աստված է քեզի կուտա մեջդ կաբրի Այն օրը, որ Հիսուսը ընդունիս, մեջդ կաբրի, դուն դաջարգը թարնաս Սուրբ Հոգին գսե Աստվածաշունչը, իր ամբողջ անձը գուտա քեզի, բամը չի խնայեր, մենք կխնայենք, հետև կբահենք կարում բաներ, ասենք դեր այս չապը քեզի է, բայց այս մեկը նո, ասի ինձի թող է, բայց Աստված նույնիսկ ադոր չի նայր գսե ան ինչ որ ինձի գուտաս Այդ չափով ես արդեն կմտնեմ քո մեջ։ Եթե մի անհամդեսես իր ներկայությունը, դու կսկսես իր հետևեն վազել։ Ոսկիեն եւ արձատեն ավելի իրեն կփնտրես, ինչպես Սամոսողը գսե։ Ոսկի եւ արձատե ավելի կփնտրեմ։ Անորմը վստահիր Աստծո խոսքին։ Դու քեզի սուտ մի խոսիր։ Մի խապեր դու քեզ ասելով, որ եթե ես գահավադամ, որ դերը կփրկե ինձ։ Եթե գահավադաս մյուս խոստումներն ալ հավատա։ Որով նույն Աստվածն է, որ սավ ես հայթայթող Աստվածն եմ, հիմա գերքեինք, իր անունները գերքեինք, Յահուե, Ռաֆա, Էլոհիմ, Ռաֆա, սա է բժշկող Աստված, բժշկող Աստված է, հայթայթող Աստվածն է, Շադայ, հայթայթող Աստվածն է, նույն Աստվածը, որ քեզի խոստացավ, քեզի մերելներեն հարություն բիդա վերջին օրին, Նույն Աստվածն է, որ նաև խոստացավ, եթե դաս, քեզի պիտի դրվի։ Կովին դարձիրս է, դերը այդ մեկն ալ խոստացավ։ Եկ գարտամ ցեզի, Ղուգաս 6:38, որ դեսնես, եթե ուզես Աստվածաշունչը տպած եւ նայիր, եթե մեջն է այս մեկը կամ ոչ, դեր Հիսուս այս խոսքը ասեց, դվեք եւ գդրվի ցեզ։ Ինչ դաս Աստուծո, քեզի պիտի դա։ Քո անձը դվիր, ինքը իր անձը կուտա։ Քու տրամդ դվիր, Աստված ավելին գուտա։ Քեզի մեկը այսպես եմ։ Եթե ես խոստանամ քեզ ամեն $10 դալուտ, ես քեզի $1000 բիդամ։ Եվ դու գիտես, որ ես այդ կարողությունը ունիմ։ Հաշվենք։ Եթե հավատացիր ինձի, հիմարություն է, եթե $10 չի դաս։ Չեմը։ Եթե կարևոր չէ ինչ կապ նեղ վիճակի մեջ ես տուն։ Կարևոր չէ, եթե չունիս Գայվո չէ, եթե դու ջամփաներն ես գմուրաս, գերտաս տրամ գարնես $10 ծևով կգարկատրես, որբեսի դաս ինձի, որբեսի ես քեզ անոր փոխարեն ինչ տամ $1000։ Աստված նույնպեսի խոստում տված է այստեղ։ Ասի մարդ չէ սողը, Աստված է սողը, ասավ դվեք եւ գդրվի ցես, ձեր քոքը գլեցվի լավ չափով, լեփլեցուն արադ, որովհետեւ ինչ չափով որ չափեք նույնով էլ ցես կչափվի։ Արադ, Աստուծո եթե $10 դաս քեզի 1000 բիդա։ Աստուծո արադը 1000-ը չէ, շատ ավելին է Աստուծո արադը։ Միան տրամն ալ չէ, առողջություն է, բժշկություն է, ամեն ինչ է, մեջն ալ գա նաև փառքավաճությունը։ Աստված չուզեր տուն աղքադլաս, անեցք է աղքադլալը, անեցք է։ 5 դագարանի մեջ անեցք էր աղքադլալը, բաց Աստվածաշունչը նայիր, Փեն օրինաց 28-ը, գսե անիդյալ ես, եթե թուն անեցք է քու վրատ, եթե թուն աղքադ ես, աշխարի բոչն ես, բարտկերու եւ վարգերու դագ ես, ասի անեցներն է, 28-րդ գլուխ, Փեն օրինաց։ Բայց օրտնությունը է, որ թուն բոչը չես գլուխն ես։ Եվ որ վարգ չունիս, բարդ չունիս, բարտկերը ամեն կոծված են, թուն փող ես դալիս ուրիշի, դու բարդ ես դալիս ուրիշի, ոչ է դու բարդ ես վերցնում, վարդ ես վերցնում, գտեսնես դարբերությունը, թարերու ընթացքին աշխարը և իր փիլիսոփայությունը մտավ և եկեղեցիի մեջ ոչ Աստուծո կամքի ուսուցումները մտան և սկսան ասել դու մեկ աղքատ լաս, որով Հիսուս աղքատ էր, մեկ բերգան, Աստվածաշունչ գսե ինք աղքատացավ որդուն, մեկադա, ինք աղքատացավ որդուն, Դավիթ, այդ հարստությունը ասպես չի խոսիր ֆինանսական հարստության մասին, միան գխոսի հոգևոր հարստության մասին, ով ըսավ։
Ով սավադի միան հոգևոր հարստություն է։ Մարդը սավ, ոչ Աստված։ Հիսուս խաչին վրա ելավ, կամեց աղքատությունը ադալ անեցկեր, որբեսի քեզի հարստություն դա, ոչ թե որ շփանաս, ոչ թե որ մոռնաս Աստծու, ընդհակառակը, որ Աստծո գործը ունես երկրի վրա։ Ամեն։ Ուրիշ համար գարտամ, Մարգոս 10:29-30։ Դեր Հիսուս պատասխանեց եւ ասաց. Ճշմարիտ եմ ասում ցեզ, չկա մեկը, որ ինձ համար, կամ ավետարանի համար, թողնի դունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ գնոջը, կամ զավակներին եւ կամ արդերը։ So նկատի արեք, ներսը գա դուն, ներսը գա արդ, ստացվածներու մասին կխոսենք այստեղ։ Դունը, արդը, բիզնեսը նույնիսկ։ Եվ հիմա այս ժամանակ, կովին տարծիս է այս ժամանակ։ Հիմա այս ժամանակ։ Եվ հիմա այս ժամանակ չստանա 100 աբադիգը։ So եթե ես 10 դամ քանի պիտի կայնձի 100 աբադիգը 1000 գուկայնձի չստանա 100 աբադիգը նորեն դներ եղբայրներ քույրեր մայրեր զավակներ արդեր դեսնեք Աստված ինչ կխոստանա բայց հետը նաև պիտի կա հալածանք գրելով նաև հալածանքներ իս հանդերձյալ աշխարհում էլ հավիդենական կյանք կունենա ուրեմն ասի այս խոստումը որ գսե հիմա այս ժամանակ հանդերձյալ աշխարհին համար չէ հիմակվա համար է հայրաբադիգը ստանալը հիմակվա համար է արդ դուն մայրեր քույրեր մարդիկ այսօր հավատքի համար նույնիսկ իրենց ընտանիքներեն կբաժնվին որով Հիսուս ընդունեց իբրև դեր եւ փրկիչ գահալածվին մայր կգործընծեն հայր կգործընծեն ուրիշներ կա իրենց զավակներեն կբաժնվին անգախ իրենց գամքեն անշուշտ իրենք չեն ուզեր բաժնվել բայց իրենց կբաժնվեն կբաժնեն իրենց մե որով Հիսուս ընդունեցին դե Հիսուսը ես չգա որբեսի խաղաղություն դամ ես եկա ասա որբեսի սուրբ երեմ ընտանիքները պիտի բաժնվին ասավ իմ պատճառովս Ադու համար եւ որթուն Աստուծո թակավորության մեջ ներդրելու սկսից այո քեզի հայրաբադիկ պիտի կա բայց ադոր հետը նաեւ հալածանք պիտի կա բայց արանցին պիտի չլաս որովհետեւ դերը քեզի հետ պիտի լա եւ քու լույսը պիտի բայձարի парքը պիտի բայ Աստուծո парքը պիտի երևի քու կյանքով Տուն բանի մը գարիկ պիտի չունենաս հետեւաբար սերից իդ նորեն կամ ասկեդին ով գավադա որ դերը իրեն փրկեց Նույն Աստվածը, որուն գահավադաս, որ խոստացավ քեզ փրկություն, նույն Աստվածն է, որ խոստացավ, թե եթե դաս պիտի դերվի եւ քեզի արադությամբ պիտի դերվի։ Անոնց եթե դու դվող ես, ներողություն ասպարին համար, հիմար ես։ Եթե գահավադաս Աստծո խոսքը, դու դվող կդառնաս։ Դու դվող կդառնաս։ Չես սպասեր դասանորդ Ավելի անտինգերտաս, նոր գտագարանի ժողովուրդը ամեն ինչ երնին նույնիսկ ուդային Աստծո։ Որով գիտեին Աստծո ցերկերում մեջ շատ ավելի մեծ հարստություն կա, իրենց ունեցածը պիտի բազմապատկվի։ Եվ այդ պատճառով է, որ մեկ եղբայրները մեկը մխիթարության եղբայր կգոչվի, Բարնաբաս։ Որովհետև առաջին անձն էր, որ իր ամեն հողերը ձախեց գնաց առաքյալներուն ոտքերուն նետեց։ Մխիթարության որդի գոչվեցավ։ Ուրիշը փորձեց նույնը անել, խապելով չի հաջողեցավ։ Որով դեսավ ինչ աղվոր անունը ստացավ, առաքյալներեն ինչ փառքը ստացավ, ասավ ես ալնեմ ասի, խապեն ամենուն, չի հաջողեցավ անշուշտ։ Աստծո վրա մեկը չի գնար խնդալ։ Բայց երբ դու հավատալով Աստծո խոսքին ենթարկես քո անձը դու կդեսնես բդոկովին դարձես կդեսնես բդո։ Որով ասի քո խոստումը չէ, ասի Հիսուս Քրիստոսի խոստումն է։ Գամ սուտ է, գամ իրական է, մեջտեղ չի գա։ Գամ դեր Հիսուս սուտ կխոսի, գամ իրականությունն է պատմում։ Եվ ինքը ասեց ճշմարիտ եմ ասում ցես, որբեսի դու հավատաս իրեն, որով հավանաբար շատեր գասի նախեն թե ասի գա։ Հիմա ելերը գսե, որ եթե դաս պիտի դրվի քեզի ավելի ուր լսված է ասի, որով աշխարհի մտայնության լման հագարակ է։ Ինչս էլ է դալ Աստուծո եւ Աստված քեզի հետ պիտի վերադարձնի արաբադի։ Հիսուսը ճշմարիտ եմ ասում ցեզ։ Այսին ասոր վրա իր անունն ալ թրավ,
Իր ինքնությունն ալ դրավ, երրորդության անունով ստորագրեց ասիգա, գսե ճշմարիտ եմ ասում ցես, եթե իր խոսքը, լավ լսեցեք, եթե իր խոսքը շիդակ չէ, ամբողջ դիեզերքը պետք է քանթվի հիմա։ Որով գսե իր խոսքով կբահի ամեն ինչ։ Բահում է ամեն ինչ իր խոսքով, քո կյանքը իր ցերքի մեջն է։ Իր խոսքով է բահել, աշխարհը դիեզերք իր խոսքով է բահել։ Այս խոսքն ալինք բահում է։ Անոմար հավատքի քայլար։ Եվ դուր Աստուծո, որովհետեւ դրվի քեզ։ Հավատա այն Աստուծո, որ խոստացավ քեզի փրկություն, նաև խոստացավ քեզի արադություն։ Բարի։ Եկեք ամբողջ այս սրդով, հոգիով եւ հավատքով։ Եթե դասանոց դվող չես, սկսիր դալ։ Եթե սիրոնը վեր դվողը չես, սիրոնը վերալ դուր։ Դերոջը բարիքն էր, որ մենք հիմա մոդադենեն նոր դեղ պիտի անցնենք, մայիս 18-ին, եթե չի սխալիմ, պիտի անցնենք մենք նոր դեղ, և իրականության մեջ շնորհիվ է, որ մենք կրցանք այնտեղ երթալ, բայց և այնպես սիրեներ, դեշենք շատ բաներ ունին գնելու և խնդրեմ, որ դուն ավելի ներդրես Աստծո թագավորության մեջ, ադիգա բարաբի չերտան, ես քեզի չեմ ունա վերադարձնել, քեզի իսեմ ադիգա, բայց Աստված, որ իր ցերկը բնավ գար չէ, քեզի հայրաբադի կգրնա վերադարձնել, ամեն Եվ ցերկը դերգարե եւ այդպես դուր խնդրեմ ծառայողները անցնին Բիդիդա Արի Վայ սերներս Բարի Խնդրեմ ձեր աստվածաշունչերը բանակ Գործարաքելոց 2:16-17 Մենք շատ յուրահատուկ նյութ կխոսենք իրականության մեջ այս նյութն է որ մեր եկեղեցին ոտքի հանեց այս նյութն է որ մեր եկեղեցին ծնավ իրականության մեջ ինքը չէ որ ծնավ եկեղեցին ծնավ այս պատճառով օծությունը Հիմա քիչ աճ կպատմեի իմ ապաշխարություն եղավ որովհետև օծությունը եկավ Ելման մարմինը սփռնեց օծությունը Սուրբ Հոգիեն գոհոսի հոսում է եւ եկած է նպատակի համար եկած է կորձ ամբողջացնելու հիմա որ մի քանի օքի այստեղ բժշկությունը ստացավ օծության պատճառով երադի Սուրբ Հոգիեն գոհոսի օծությունը բժշկելու համար ազատագրելու համար գաբանքներ գոտրելու համար կորձի համար գկա հիվանդները բժշկելու մերելները հարուցանելու թևերը վդարելու կորձի համար գկա օծությունը պիկնիկի չի կար Եվ ինչ կծարայեինք արդեն, դեսակ ինչպես ձեր աչքին աչև գաշխատի օծությունը, առանց օծության անգարելի է, որ դու կարողանաս զորավոր քրիստոնյա լալ, խեղճ քրիստոնյա գտարնաս, ավանդական քրիստոնյա գտարնաս, ռուտին, բարդականության քրիստոնյա գտարնաս, կյանք չի գա մեջը։ Ես շատ ուստկուշ պիտի լասած կե։ Մարդիկ գիտեմ ես, որ դարիներով հավատացյալ են և գրագոտ էին, հետո ռուտին եղավ։ Բարդականության վերածվեցավ, որով գրագը չբահեց ինքը։ Գրագը չբահեց, օծությունը չբահեց, օծությունը ցկեց։ Եվ հետևաբար կբաղի։ Զգուշ պիտի լաս, որ դու հավատքի կյանքի մեջ չթուլանաս։ Դե Հիսուսով երբ մոդենամ ես, ետ աշխարհ կամ, արդյոք հավատ պիտի գտնեմ երկրում։ Հավատարմություն պիտի գտնեմ երկրում, իսկական հավատ պիտի տեսնեմ երկրի վրա։ Հետևաբար օծությունը սեներ հիմնական է, օծությունը Սուրբ Հոգին, երբ Տեր Հիսուս ընդունի սիպրև Տեր եւ Փրկիչ, Աստվածաշունչը գսե Սուրբ Հոգին այլևս քո մեջդ կփնագի, դու դաջար կդառնաս Սուրբ Հոգու եւ Սուրբ Հոգիից կսկսե հոսել այս օծությունը։
Դեր Հիսուսը իր աշակերտներուն չեք ելներ Երուսաղեմից նախքան ստանաք այս զորությունը։ Եվ առաքյալները այդպես սկսեցին իրենց ծառայությունը եւ այդպես ամբողջ աշխարհը դարածեցին քրիստոնեությունը, ոչ թե բաղությունով, ոչ թե փիլիսոփայությունով, իրականությունը ապրելով, օծության պատճառով։ Անհամար բամն է օծությունը ունենաս քու վրա, որով եթե ես Հիսուս ընդունեցի եւ օծությունը մեջս է իմա, Սուրբ Հոգիի միջոցով, ինձ համար այլևս կարելի կարևոր է, որ օծությունը ինչն եմ ավելացնեմ, ոչ թե բաքսի իմ կյանքից մեջ հաբա ավելանա, բայց մեկ բան է օծությունը վրասելա, ուրիշ բան է օծությունը փոխանցեմ։ Օծությունը փոխանցեմ։ Եթե դու եկել ես սորվելու, օծությունը ինչպես կփոխանցվի։ Օծությունը կփոխանցվի երկու պատճառով։ Մեկ, օծությունը վրա պետք է կա։ Օծությունը պետք է վրա կա։ Առանց օծությունով բամիներ, օծությունը պետք է վրա կա։ Երկու, օծության դակ մնա։ Որովհետեւ այդ օծություն քեզի փոխե, քեզ մով ուրիշին փոխե։ Անգե հետ կգերտաս մարդոց կտպչիս։ Գամ գհրճագես։ Եվ այդ հրճագումդ աղաչանքի հրճագում չլար։ Այդ հրճագումդ ինքնության հրճագում գլա։ Հիսուսի ինքնությունոտ ճանչնալով գելլե այդ հրճագումը դգարչելեր։ Եվ Հիսուսի անունով գսես որ յետևը Սուրբ Հոգին գա, backup կնե։ Բռնած է այդ խոսքը։ Եվ ճիշտ այդ պատճառով է որ գսե Եսայի մարգարեության մեջ եւ թշնամին քեդերու պես կա Սուրբ Հոգին թրոշակ կգանգնեցնե եւ թարգմանության մեջ վարը գսե եբրայերենով գսե Սուրբ Հոգին իրեն գահալածե։ Օծությունը ադի գնե, գահալածե թշնամին։ Քու խոսքդ թշնամին բարդությունը գլա։ Անոմա պետք է ես օծություն վրաս կա, պետք է լեցվիմ, պետք է մնամ օծության մեջ, թույլ դամ որ ինձի փոխե եւ թույլ դամ որ իմ միջոցով ուրիշին փոխե։ Գամ հրճագումով։ Եվ մենք անցյալ շաբաթ սկսանք խոսել առաջին գեդով, թե ինչպես կրնամ ես օծությունը իմ վրաս կա, այսինքն պետք է հանձնվենք, առանց հանձնվելու չլալ եւ քրիստոնեությունը գնաց եզրափակել աս մեկ բառով հանձնվել։ Հանձնվել, քուղեգը ցկել, թողել եւ Հիսուսի հանձնվել ամբողջությամբ Սուրբ Հոգին։ Բայց սկսանք խոսել ինչպես կրնամ հանձնվել, որով մենք շատ կսենք հանձնվե, բայց գործնական մագարտակի կամ քետնի վրա գարձես դեսական մնա եւ դակավին չհասկանաս ինչ պիտնեմ որ հանձնեմ։ Անցյալ շաբաթ մենք խոսեցանք մեկ գետ, ասգետին շուջ։ Հանձնվելու համար Աստծո պետք է ինչն ես միկդ պիտ մարես։ Միկդ պիտի մարես։ Ամաչկոդությունը պիտի մարես։ Մարդոց մե վախը պիտի մարես։ Մարդոց ըսավներեն պիտի մեռնիս, ըսածներեն պիտի մեռնիս։ Քեդին ինալեն վախը պիտի գդրես։ Նախաբաշարումներդ պիտի գդրես։ Որոգնա աչեն ցախեն շատ բաներ լսած ես, որոնք սուտ են, իրականություն չեն։ Վայ։ Հետևաբար սիրելիս միկը պիտի մարես։ Այսօր պիտի խոսենք այսօր գողքին 8 հատ գետ, կովը դարձնակրե։ Եգուրի մակվնես եմ, ուրեմն առաջին, ինչպես գահանցնվիմ Սուրբ Հոգին, որ օծություն վրաս կա։ 1. Մարեմ միտքս։ Մարեմ միտքդ։ Լեզունու բարգևը շատ գոքն է այսօր։ Որով միակ բարգևներն է, որ քու միտքդ բնավ չես կործածել։ Իրականության մեջ ովևէ բարգև միտքդ չես կործածել, բայց լեզունու բարգևը առաջին բանալին է, որ քեզի կսորվեցնե միտքդ մարել եւ ծարայել հոգիով առաջնորդված։ Okay? Լեզուները գխոսիս մտքով չես խոսիր։ Միտքը չի հասկանար ինչ կխոսի։ Լեզուները գխոսիս քու ներսիտից դուրս կելը, օծությունով դուրս կելը, քու պերանտ կսկսի շարժել։ 2. Հավատքդ արտնցուր, հավատքի քայլար։ Գրեասի, հավատքի քայլար։ 3. Նկարակիրդ գերդե, ավելի շիրագը դարձիր խոնար եւ հեզ, որպես ուրիշներուն ծառայես։ Խոնար եւ հեզ, ոչ հբարդ։ 4. Նպատակ տիր։ Օծության նպատակ տիր։ 5. Հարկե օծությունը,
6 մի հանցնվիր խորը կնա 7 մեղքը վերցուր քո խիղճդ մի ավերեր 8 դուր ինչ որ ունիս Պետրոսը սա ինչ որ ունիմ քեզի գուտամ դուր ինչ որ ունիս եւ 9 ուրացիր քո անցդ ուրացիր քո աժոնդայդ ուրացիր քո պլաներդ քո ծրակիրներդ եւ Հիսուսի ծրակիրար աս 9 գեդերը եթե լան քո կյանքիդ մեջ ինքնաբերաբար բիդեսնես օզությունը շատ ավելի հեշտ եւ շատ ավելի թանցեր կսկսի կյանքիդ վրա քալ եթե աս 9 գեդերը գա եկեք աս 9 գեդերում վրայով ավելի խորը երթամ ուրեմն առաջին գեդը արդեն խոսած ենք երկրորդը քո հավատքդ արտնացուր Գործարակելոց 2:16-ին գարտամ գսե այլ սա այն է ինչ ասվել է Հովել Մարգարեի միջոցով եւ վերջին օրերուն ասում է Աստված իմ հոգուց պիտի հեղեղեմ ամեն մարմնի վրա եւ ծեր որդիները ու թուստրերը ինչ պիտի նեն պիտի մարգարեանան ծեր երիտասարդները դեսիլքներ իսկ ծեր ձերերը երազներ պիտի տեսնեն ուրեմն գխոսի մեր օրերուն մասին եւ ես Սուրբ Հոգիով լեցվիմ մգրդվեցի եւ Սուրբ Հոգին ստացա Հիսուսն ընդունելես յետքը ասոնք պիտի լան ինքնաբերաբար պիտի լան ասոնք նոր պիտի չի կան եթե ես իր զավակն եմ ասոնք պիտի լան լինելու են ես պիտի հավատամ ասի Ուրիշ ծև չի գա հավատքդ պիտի արտնցնես եւ պիտի հավատաս ամեն ինչ եմ վեր որ ասե ճշմարտությունը եւ մյուս բոլոր գարձածներդ որ հագա են ասոր սուդ է իրականություն չէ եւ եթե աբրողները գան եւ գաբրիմ ուրեմն նսել է որ ասիգա գա եւ շիդագ է եւ թունա գրնաս աս մեկը վայելել ես գրնամ գիտարով ինչ կնվակեմ օծությունը գիտարին անցնի գիտարեն ինձ մով ցեզի երկած ադենես գնամ իմ մեջ ես ad օծության շունչը սկսի ելնել եւ ադես երկեմ եւ մարդիկ կսկսին բժշկվել մարդիկ կսկսին ազատագրվել երկած ադենես օծությունը եկավ ոտքիս վրա երկու երկ եւ դերոջ կսեմ որ դեր եթե ասի գիտության խոսք է ասիգա երկար բահեսի որ գիտնամ Եվ եփ երկար մնաց, երկու երկ։ Եթե անշուշ ուղի եթերի մեջնալ նաև դու ունեիր այս խնդիրը սիրելիս, քեզի համար էլ է նաև այդ հրաշքը, միան այս դեղինների համար չէ։ Հետևաբար դու գրնաս քու ծառայությունով օծությունը փոխանցել, դու գրնաս անոթը լալ, որ մոտ ծառայություն բի փոխանցվի, որով դու զավակ ես Քրիստոսի։ Օծությունը մեջը դե Բիդի հավատաս բայց որ քու մեջդ գադի հավատքի քայլ բի դառնես Պետրոս իր նավագեն դուրս ցածկեց հավատաց որով դերոջը խոսքը եթե դերոջը խոսքը չի հավատաս ճուրին վրային նոր մնաս կնարկալել Բիդի հավատաս դերոջը խոսքը ճուրին վրային քալելու կսկսես հավատքի քայլ է այնպես մչե որ Աստված քեզի բիդի փորձ դա ինչ նավագի մեջն ես ասես քիչ մչուր բիդ լեցնե նավագի մեջ Եվ քեզի բիցե որ յալա հստեն սկսիր քիչ մքայլել փորձն ես քիչը որ հետո ավելի մեծ զովի մեջ սկսես նո հավատքի քայլը ամիջապես զովում վրա գծածկի Սանք բզդիկ գուժի մեջ եղած ճուրին վրայը քալել չսկսիր զովում վրային քալել գսկսի Բիդի հավատաս որ այդ մեկը գա եթե Աստվածի խոսքը արցակած եւ գսե որ օծությունը մեջը դե ուրեմն Դու պիտի հավատաս այդ օծության, որ քու մեջը դե եւ ըստ ադոր գանքնիս Աստծո արչեւ։ Հետեւաբար մի կտ պիտ մարես եւ հավատքի քայլ պիտի դառնես։ Ասի երկրորդ կետն է։ Լեզուներու բարգեւ ինչպես պիտի խոսիմ։ Չի դզվում, Դավիթ չի դզվում, չի լինում, որովհետեւ նախ ասի պիտի մարես, հետո հավատքի քայլ պիտի դառնես, որով Սուրբ Հոգի մեջը դե։ Օծությունը մեջը դե։ Դու պիտի հավատաս ադոր։ Հավատքի քայլ առնել ինչս էլ է։ Ես փերանս կփանամ, ցայն գուդամ Սուրբ Հոգին եւ գահավատամ, որ ինք լեզուս պիտի շարժի։ Ասի պիտի մարեմ։ Մենք եղբայրն ունենք ոստե գդ գլար միան։ Օծության ժամանակ օծություն գուկար գդ
ինչ գդ գբրգվեր լման այս բաժինը գբրգվեր գդ ասպես կլար իրեն գս իմիշ կովս կու կարգսեր եւ այս լեզուները պիտի ստանամ իրեն գսել լեզուները ունիստուն միան պիտի խոսիս լեզուները շարունակե գսե միշ կու կար եւ այս լեզուները պիտի ստանամ գսել լեզուները ունիստուն գսպակրե որովհետեւ դակավին ինք չեր հավատար որ լեզուները ունի հետո անշուշտ լեզուն բացվեցավ հիմա սոխագի պես լեզուներ գխոսի եւ ինձի ալ եկավ ուսա Դավիթ ինչ բարձ բաներ չեմը Գեզիսի ադպես բարձ պիտի ելա հենց որ սկսես խոսիլ պիտի վա ինչ բարձ է ասի ինչ չափ տշնամի էր միան այդ հավատքի քայլը կբանջեր որ քայլանը նե հավատքի քայլը սել է փերանց պիտի բանամ ցայն պիտի դամ որ լեզուս կորզածե սուրբ ոգին ես հավատքի քայլ արած չեմ լար եթե փերանց փագել եմ եւ ցայն չեն անում չեմ գարա հետդ խոսել հայերեն եթե ես փերանց փագեմ բայց ես հավատքի քայլ գարնեմ եւ որ փերանց սփանամ եւ սեմ սուրբ ոգի տուն լեզուս շարժի ես մի չի մտածեմ ղեգը քու ցերկերու դե ես գթողեմ ղեգը նույնպես է որ դու պիտի ծարայես թաշտի մեջ եւ մարդոց վրա ցերկ պիտի տնես դու պետք է հավատաս որ օծություն ունիս որպեսի ցերկը տնես եւ փոխանցվի հենց այդ վարյանին եթե դու ցերկը պիտի տնես նոր պիտի աղոթես գաբ հաստատես դեպի երկինք եւ ասես դեր հոսանքը ղրգե ինձի եթե ադե գեցվածքդ չանցնիր օծություն վրա չի կար որ դու պետք է հավատաս անչադիչը վարելու համար հավատքի պետք է որպեսի լույսը վարես միացնես լույսը հավատքի գարիկը գա Միջի անադեմ որ ես չեմ հավատար պիտի չերտամ այդ լույսը պիտի չվարեմ պիտի չմիացնեմ այդ լույսը բայց պիտի հավատաս որ հենց այդ վարյանին որ ցերկս տնեմ օծությունը պիտի անցնի պիտի հավատաս ադոր եթե մեջը դրած է նույն աստվածն է որ քեզի փրկություն խոստացավ նույն աստվածն է որ ասավ քու մեջը դե օծությունը ուրեմն քու ցերկովը դա մարդիկ կբժշկվին քու ցերկովը դա մարդիկ կբժշկվին Բոլորիս ցերկով մարդիկ կնան բժշկվին որով Հիսուսով անոր հավատա հետեւյալ նշանները պիտի հետևի մեկ նշանները մեկը ինչ է ցերկ պիտի տնեն եւ բժշկեն նրանց Մարգոս 16 բացեք կարդացեք անոր հավատա ինձ Իսավ դեր Հիսուս հետեւյալ նշանները պիտի երևի պիտի հետևին իրենց մեկ նշանը ցերկ պիտի տնեն եւ պիտի բժշկեն մարդկանց Արաքյալներուն ալադբես սավ կացեք Հիվանդները բժշկեցեք Գազես շատ բարձ բան մներ Իցեր Թորոս ջամփայ չիր ուր հիվանդ տեսնես ամենում պիտ բժշկես անանք պիտ կաս Ասիկու հրահանքը դե այս շաբաթվա Ամեն հիվանդները պիտ բժշկես Հիսուս անանք հրահանք տվավ իր աշակերտներուն նսավ կացեք գյուղերը քաղաքները հիվանդները բժշկեցեք ասավ Սորեմեն բոլորիս մեջ կա, բայց ես պետք է հավատամ։ Մինչև որ չի հավատամ, փամը չեմ տեսներ։ Տատակովորած 5-րդ գլուխ առաջինեն 16-րդ համարներուն կամ խոսքերուն մեջ կտեսնեք, այնտեղ պատմություն կա զորավարի մասին, անուն Նաաման է։ Դամասկոսի զորավար էր աս մարդը եւ փորոդ էր նույնադեն։ Լսեց, որ Իսրայելի մեջ մեկ հատ մարգարե կա, Եղիսե մարգարեն։ Եվ իրեն ասեցին, որ եթե գնաս անդեղ, դու կբժշկվես։ Եթե Եղիսե մարգարեն քեզի վրա աղոթե, դու կբժշկվես։ Հետևաբար զորավարը ոտքի ելավ նվերներով, փանագով, գնաց Իսրայել, ի վերջո հանդիպեցավ Եղիսե մարգարեին, եւ ինք փամ գալ էր։ Մի բան էր անգնալում, չեմ գիտեր ինչ։ Բայց չեր ագնկալ էլ ինչ որ Եղիսե մարգարեն իրեն ասավ։ Եղիսե մարգարեն իրեն ինչ ասեց, գնա հորտանանք հետ, 7 անգամ ճուրի մեջ մտիր ել։ Հիմա տուն քեզի Նաամանին դեղը տիր, փորոդեստուն։ Եվ քեզի իսավ Դամասկոսեն երկար ջամփա գդրեր ես Իսրայել եկար, Եղիսե մարգարեն փոխանակ վրա դաղոթե քեզի իսավ որ քնա ճուրի մեջ 7 անգամ իջիր ել եւ դու կբժշկվես։ Նաաման զայրացավ։ Ասավ չի բավեր Դամասկոսեն երբ երկար ջամփա գդրերեմ Դամասկոս քեդեր ճունինք շատ ավելի լավ քեդեր քան աս հորտանան քեդը հոնգրնայի թաթխվիլ
Փոխանակ ես կայի այստեղ հորթանան կեդի մեջ թաթխվեի։ Ինչը սկսավ կործածել միտքը։ Իրեն թշնամի սկսավ լալ միտքը։ Բժշկությունը աչուրի մեջն է, բայց իր հբարդության, իր միտքին պատճառով չի գրնար, պիտի չի ստանար բժշկությունը, մինչ որ իր ծառաները մեկը եկավ եւ իրեն ինչ հրավ միտքը մարեց։ Համոզեց իրեն։ Իրեն սավ նայեցավ, քեզ մեծ բաներ չխնդրեց, քեզ մի անսավ հորթանան կեդի մեջը իջիր եւ թաթխվեսավ։ Մեծ բաներ չբանջեց քեզ մե։ Ինչ մի գործընծնես սավ։ Համոզվեցավ, միտքը այլևս մեկ գոմ եղավ, հիմա հավատքի քայլ պիտի առներ։ Հորթանան կեդի մեջ պիտի մտներ, որով գրնար համոզվել իդ Դամասկոս երթար։ Բժշկություն չեր տեսներ։ Պետք էր մարգարեին ըսած խոսքը ներ ինքը հավատքի քայլով։ Տունալ Աստվածաշունչի ըսած խոսքը պիտի առնես հավատքով, ոչ թե մտքով, հավատքով, որովհետեւ տեսնես բդուղը։ Նաման մտավ ճուրի մեջը բժշկվեց կամ ոչ։ Բժշկվեց։ 7 անգամ իջավ ելավ բժշկվեց, որով խոսքին բռնված մնաց, հավատքով շարժեց Նաման։ Դե ոչ ճուրը չեր մտներ։ Այսօր աշխարհի մեջ երգիրը չկա, որ իր փանագը ուղարկե բادرազմի առանց զենքի, առանց գաբարի։ Չկա։ Լավ կգարձես, որ Աստված քեզի սատանային փանագին թեմ պիտի հանե, առանց որ ցերկը զենք տա եւ գաբար տա քեզ։ Եվ քեզի իսե քնա թշնամին կորձունեության վերջ տիր, բայց առանց զենքի կգարձես։ Ինչպես որ հիվանդությունը շոշափելի է, ընջվածությունը շոշափելի է, մեղքը շոշափելի է, ցավը շոշափելի է, օծությունն ալ շոշափելի է։ Եվ Աստված քեզի օծությունը տված է, որ թշնամին զունգի բերես։ Քողիաթը քեդին իջեցնես։ Պիտի հավատաս պայծադոր։ Անգարելի է Աստված քեզի ղրգե պատերազմի, քեզի զորություն չի տա։ Իր արաքյալներուն սավ չեք երթար մինչև չստանաք այդ զորությունը։ Ըստացան եւ կացին։ Տունալ գստանաս հենց այդ վարգանին, որ Հիսուս ընդունես եւ ասացած գեդերուս մեջը լաս արդեն ինքնաբերաբար օծությունը վրատ կսկսի գալ։ Կսկսիս գամ թողս գալ, գամ թմրություն, գամ թուլություն, գամ ցուրտ բաղ, բայց չես մրսում։ Զարմանալի է։ Գամ գրագ, բայց չես այրում։ Զարմանալի է։ Գամ լման մարմին կբռնե։ Չես գարա ոտքի գենալ, չես սավում։ Ասոն գասան նշաններ են, հոդեր են։ Դեսիլ կդեսնես։ Մարդիկ կբժշկվին, մարդիկ կազատագրվին։ Շատ անգամ ծառայության մեջ պիտի լաս եւ փամը պիտի չսկաս։ Ինչ պիտնես այդադեն։ Հավատքով պիտի շարժիս։ Ոչ դեսածովդ, ոչ սկացածներովդ։ Կեցիկ է, որ գսկաս օծությունը, զորավոր վրադ է։ Բայց օրեր պիտի կա, որ ծառայության տաշտի մեջ ուղագի օծությունը պիտի չսկաս, ինչ պիտնես այդադեն։ Եթե տուն դագավին գագնգալես, որ փամը պիտի սկաս, օծությունը պիտի սկաս, որ բեսի ծառայես, տուն պիտի սորվիս սկացական ծառայող դառնալ, ոչ թե հավատքի ծառայող դառնալ։ Եվ Աստված քեզի ադանք մարդահրավերներու մեջ պիտի տնե։ Որովհետեւ քեզի մարզե հավատքով շարժես, որով միշտ չէ որ պիտի սկաս փամը։ Պիտի ունենաս սկացումները, բայց ադիգա չէ հիմնականը։ Տուն Աստծո խոսքի մեջ մնա, տուն շիդակ բայ է քու խիղճդ, մակուր բայ Աստծո հետ, օծությունը գա եւ որ տուն պիտի ծառայես։ Եվ շատ անգամ եղած է ինձի հետ առաջին բժշկությունը, որ հետս եղավ, ժսրֆիատ էինք։ Եվ ծառայողը եթե չի սխալիմ Մարիա ներողություն բադվելիներ ինձի Մարիա Քերքեսերյանը գար եւ մեկ հատ ուրիշ մեկը գար ծառայողներեն եւ բան աղկադա խնամական ծառայություն գնեին անգետ կը եկեցվո բաղգլար այդ ժողովուրդը ներս կու կարան որ գուզեր եւ անշուշտ բաղգնեին գերնին բադվելին բաղ վերջացուց անգետ կը մեզի կանչեց որ աղոթենք ժողովրդին վրա առաջին բժշկությունը որ դեղի ունեցավ ցանկից մեջ բամը չսկացի ես Գիմը մոդեցավ լման ցերկը գծավի
Քիչի ձերունի գին մներ, գերևի 60, 65, 70 այդ դարիքի գիներ եւ մոդեցավ ցերկը այսպես եւ գծավի ցերկը։ Ինձի մոդեցավ, ասի ինչ կա, ասավ ցերկը շատ է ցավում եւ ախ կնե որ ցավի գոր։ Ասի լավ աղոթեմ, ցերկը ստերի, աղոթեցի, ես փամը չսկացի։ Որսեմ օծությունը սկացի անցավ։ No, փամը չսկացի։ Աղոթեցի հավատքով։ Գինը հանգրավ։ Ցերկի սավը կնացավ։ Մարիա Կերկեսյանյանը ուներ։ Ինք դեսավ եղածը։ Սա ցերկի սավը կնացավ։ Ես զարմացա։ Առաջին բժշկությունն էր ասիգա։ Ես փամը չսկացի, բայց չէ որ պետք է միշտ սկաս։ Ադեմիտկս։ Հավատքով պիտի շարժես, պիտի ավադաս։ Հավատքի քայլ պիտի առնես։ Բարի։ Շատ լավ ես ասում։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն հավատքի քայլ պիտի առնես։ 3. Եթե օծությունը կյանքիդ մեջ զորությամբ պիտի կա, դու պետք ունես նկարակիրը, որ այդ օծությունը պիտի շալգե։ Թե ոչ, այդ օծությունը նկարակիրը եթե ջեղկված է, պիտի գդրե քեզի։ Եվ հավանաբար քեզի մեջտեղ ցկե։ Աստված ադանք չուզեր անել։ Ես գխոսím մարդոց մասին, որոնց նկարակի վրա հետ չեն ստուկեր հբարտ կմնան, օրը չեն խոնարիր եւ հեզ չեն դառնար, որ Աստված իրենց կորձած է իր ուզածին պես։ Ինքի ուզածը պիտի։ Օծությունը եթե վրատ պիտի կա, դու ատկան պետք է հանձնված լաս Սուրբ Հոգին, որ դու քո հբարդությունով չծարայես, Աստծո ուզածը անես։ Ոչ թե քո ուզածը։ Այսօր կգարտայի Մատթեոս 5-ն 5-րդ համար 5:5 գսե Երանի հեզերին որովհետև նրանք կժարանքեն երկիրը հեզանանցն է որ Աստված իրեն գուղե իր ուզածին պես ոչ թե մեկն է որ գսե ես իմ ուզածս պիտնեմ Աստված դու մեկ կողմ գտնիր ես իմ ուզածս պիտնեմ անան գոծությունը վրա չի կար օծություն վրա կուկա եթե դու լման իրեն հանձնված ես հանձնվիլ ադիսել է հեզ դարձած ես դու հբարդ մեկը չես քանի եթե հբարդը լաս մեկում մի չի ծարայես նախ դու քեզ վիճ ծարայես բայց Աստծո թակավորության մեջ ծարայելը կբանջի որ դու խոնարիս որովհետեւ դու սիրով ուրիշին ծարայես օծությունը քեզի բնավ իրավասություն չի դար որ մարդոց վրա սկսես դիրաբեդել այնադեն օծության շատ վատ անուն կսկսես դալ բայց օծությունը եկած որովհետեւ քեզի խոնարեցնե որովհետեւ քեզ մով ուրիշին տպչի եթե ես խոնարը չեմ հբարդ եմ եւ ես իմ ուզածս պիտնեմ օծությունը գուկա իմ կովս կգենա չանցնիր եթե նույնիսկ իմ վրաս եթե նույնիսկ փամնա լսկացի ինձ մեջ չանցնիր օծությունը բայց եթե խոնար եմ գանցնի եթե հեզ եմ եթե Աստված ինձ իսե հիմա աչ կնա կամ ցախ կնա ես ցախ երտամ աչս է ես աչ երտամ օծությունը վրաս կուկա դու որքան հանձնված ես Սուրբ Հոգին որքան հեզ դարձած ես Գսե անոր հեզ է Երանի հեզերին ասավ Տեր Հիսուս որով նրանք պիտի ժառանգեն խոստացված երկիրը խոստումը իրենք կժառանգեն հեզերը անոնք որոնք ամբողջությամբ Աստծո գամքին ենթարկած են իրենց անձերը անոնք կժառանգեն խոստացված երկիրը Աստծո փարիկները տրամով չես կնար քնել Աստծո փարիկները կորձով չես կնար քնել Աստծո փարիկները հավատքով գրնաս ընդունել միան հավատքով գսե հաջելի գլա հետս եք ժողովուրդ շարունակեմ բեկչունից տուն որբեսի օծությունը վրատ կա բեկչունից տուն ջկնավորը լաս մի քարայր երթաս եւ այնտեղ ապրիս երկար մորուք ունենաս բնավ տուն քեզի հոգ չդանիս չգոգես տուն քեզի եւ մեկ հատ հակուստ մահակվիս եւ մեկ սանդալ եւ այդ սանդալով մնաս եւ հակուստով մնաս ամբողջ կյանքդ եւ մեկում հետ չխոսիս ադիսել չէ օծությունը անանք չէ որ գուքա
դու կգնաս ամուսնացած լալ, դու կգնաս զավակի դերը լալ, դու կգնաս կորձի դերը լալ, դու կգնաս դպրոց երթալ, դու կգնաս բայոլոգի սորվիլ, դու կգնաս դոկտորություն ունել, դու կգնաս ամեն ինչ ունել եւ օծություն վրատ կա։ Եթե այս բոլոր պատասխանատվությունները գնես եւ օծությունը վրա չի կարգոր, ասել է Աստծո հետ քո հաղորդակցությունը պետք է հազը չէ։ Որով դու կգնաս ինչ այս բոլոր կորձերը գնես կոր օծությունը ընդունել։ Օծությունը վրատ կա։ Դարված ես գամա։ Բայց դու կգնաս այս բոլոր բաները, ասել չէ, ես պետք է քայրայր ապրիմ։ Դու չես գնա ասել Դավիթ, ես որոշեցի օծությունը իմ կյանքից մեջ ավելի պիտի ավելնա։ Անորոմա պիտի երթամ քայրայր պիտի ապրիմ 1 տարի։ Ամ անաբադ պիտի երթամ։ 1 տարի պիտի ապրիմ, պետք չունի սա դինելու։ Օծությունը այդպես չէ որ անպայման պիտի թանցրանա, դի գոքնե։ Բայց ում պետք չունի սա դինել, դու պատասխանատվություններ ունիս, ինչ պիտի ասվի, ցկես մադոնք։ Դու հայրես, դու մայրես, դու ընտանիք ունիս, պատասխանատվություններ ունիս, չես կարա թողել ամեն ինչ եւ ասել ես սիո գերտամ գոր բայ բայ, չես կարա այդպես անել։ Բայց ասված այնպես մեռած է որ օծությունը դակավին գաշխատի եւ որ դու դակավին աս պատասխանատվություններ ունիս։ Ասոնք արկել չեն հանգարց մի սեր, ես չեմ գնար զորավոր օծությունով զարայել, որովհետեւ ես այս ունիմ իմ կյանքից ունես կապ չունի։ Աս երկուք իրար հետ կապ չունին։ Օծությունը դակավին վրատ կուքա։ Ես լսած եմ եւ դեսած եմ մարդիկ, որոնք օծության պատճառով գսկսին ուրիշներուն վրա դիրել, ադալ իրավունք չունիս։ Օծությունը բնավ քեզի դեմ վիճի ասցնե, որ դու հբարդանաս հիմա։ Եվ մատոց սկսես ավելի ցածր աչքով նայել։ Որովհետև դու դեղ մնես հիմա։ Չես կնար ծարայել այդպես։ Միան զնձղայի պես ցայն գանես։ Արուաշե։ Հայերեն, արաբերեն, ներողություն։ Զնձղայի պես ցայն գանես։ Բայց եթե սեր չի գա, խոնարհություն չկա, հեզություն չկա, օծությունը չաշխատիր։ Բարի, Հիսուսը ինձ նմանեցեք, ես հեզ եմ եւ խոնար։ Գանտիմաներ աչծախին, անոնք որոնք պետք է հանդիմանվեին, բայց եթե ինքը հեզ եւ խոնար չլար վարչերիչներ, քեզի եւ ինձի համար խաչը չեր բարձրանար։ Որով ոչ ես, ոչ դուք Հիսուս փնտրեցինք բնավ, ինք մեզ փնտրեց։ Մենք չփնտրեցինք Հիսուսի, ես գահի էի Հիսուսի։ Հռոմեացիս 12:16 գսե միմյանց նկատմամբ նույն վերաբերմունք ունեցեք, մեծամիտ մի եղեք։ Ես ամեն ինչ գիտեմ, մեծամիտ մի եղեք, գսե։ Այլ խոնարհների հետ շփվեք, եթե գուզես մեծամիտ չլալ, խոնարհներու հետ նստիր։ Քեզի բավական պիտի իջեցնեն, խոնարեցնեն քեզի։ Գսե խոնարհների հետ շփվիր, ինքներդ ցեզ իմաստուն մի համարեք։ Ասի անշուշտ ասել չէ որ դու հիմար ես հիմա, բայց միտքը անի որ դու քեզի չափեն ավելի իմաստուն միներ, որովհետեւ ասոր անոր վրա ինչն ես կորոզանաս, հբարդանաս։ Երանի թե այսօր ովևէ մեկը ուզե կամ չուզե վրան ցեր կտնես օծությունը կակեդիներինա եւ հանգած իր կյանքը ամբողջությամբ փոխվի։ Երանի այդպես լա, բայց այդպես չէ։ Սրդի հետ կապված է։ Սրդի հետ կապված է։ Եթե ես զարգամանի երթամ եւ ասեմ ստացիր Հիսուսյան նոր բամը չլար։ Որով զաղիկ է։ Չի գիտեր ստանալ։ Մարդը գրնա ստանալ, բայց սրդի հարց է։ Հբարդը չի գրնար բարձրանալ։ Կորոզը չի գրնար բարձրանալ։ Օծությունը չի գնակալ, եթե ես պիտի հանցնվիմ, ես պիտի խոնարհիմ։ Պիտի հեզ դառնամ։ 4. Նպատակ տիր օծության։ Եթե օծությունը վրատ պիտի կա, ինչու համար պիտի կա։ Դու գիտես ադոր պատասխանը։ Ինչ պիտնես օծությունով, ադարցում հարցն։ Եթե ասով պատասխան չունիս, օծությունը ինչու պիտի կա վրատ։ Ինչ պիտնես օծությունով։ Օծությունը գուկա, որպեսի քեզի փոխե։ Օծություն գուկա, որպեսի քեզմով ուրիշներուն փոխե։ Օծություն գուկա, որ դու կորձազես այդ մեկը մարդոց բժշկելու համար, մարդոց ազատագրվելուն համար, ավետարանը քարոզելու համար, օծությունը ադոր համար է։ Եթե ես արչև պիտի կամ աղոթքի եւ ես
Ինչու համար եկա չեմ գիտեր, օծությունով ինչ պիտնեմ չեմ գիտեր, օծությունը ինչու վրա պիտի կա։ Նամոր մի կս բարձել։ Դե Հիսուս սա իր աշակերտներուն Երուսաղեմեն դուրս չեկել, մինչև զորություն ծեր վրա կա անգետ իմ վգաներս պիտի ելակ։ Նպատակը ա դե վգա ըլլալ է։ Հիսուս Քրիստոսի վգա ըլլալ է, իր կորձերը ցույց տալ է։ Վգա ըլլալ է։ Պիտի կա քեզի փոխե, քեզի գերդե, եւ քեզմով ուրիշներուն պիտի թփչի։ Տուն ադոր բادرաստական պիտի ելլաս եւ հոժար պիտի ելլաս, պիտի ասես ես այո եմ ասոր։ Նպատակ պիտի տնես։ Այսօր կուստանալիք օծությունով ինչ պիտնես։ Եթե նպատակ չունիս, չի կար։ Օծություն վրա չի կար։ Նպատակ թրեր ես, օծությունն այն ինչպես կուկա, որով թուն բահանջ կտերիր օծության վրա։ Թուն բահանջ կտերիր։ Ինչ պիտնես օծությունով։ Մարդիկ կան, որոնք միան գսիրեն օծության դան գասան քիչիկ հանգիստը սկալ, ուրախը սկալ։ Կուրկուրան կսկալ, ասպես մեկա դսկած օծությունը, ասպես, հա, կարծես թմրեցուցիչ առներ մեկը, և պետք է միշտ թմրեցուցիչը առնե, որպեսի քիչիկ լավը սկա, մի քիչ լավը սկա, սադիկա քեզի դեմը չի դանիր, չէ, մոլություն գտարնա, եթե օծությունը նպատակ չունի, նպատակին պիտի չծարա է, տուն գտարնաս ռուտին հավատացյալ, բարդականության հավատացյալ, եթե տուն օծությունով չկործես օծության նպատակ տնելով, տուն գտարնաս բարդականության հավատացյալ, գուկաս եկեցի հավանապար, գաոտես հավանապար, գբաշտես հավանապար, գնալալ քիչիկ օծությունա լսկաս ասուզո շնորքով, բայց ավանդական գտարնաս, ալմիան գուկաս ատոր գլեցնես, բայց կորձ զնել չունիս, նպատակ չունի որով օծությունը, ես եք ժողովուրդ, գարցնեմ, գամ ավելի երկար եմ, լավ, ինչ պիտնես օծությունով, կովինիտ տարցիրս է ինչ պիտնես օծությունով, հարցուր, ինչ պիտնես օծությունով, սուրբ հոգին եկած օծությունով ինչ պիտնես, ձրակիր տրեր ես, մտածե ադի, մինչ բադրաստվինք աղոտքի քիչ հետո, նպատակ տիր, հավատարիմ եղիր այդ նպատակին։ Մատթեոս 11:23-ին գարտան կսե եւ դու Կապառնայում, ասիգա Դեր Հիսուս կսե, Կապառնայում, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես, որովհետեւ եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր բահբանված կլիներ, Սոդոմ եւ Գոմորը։ Բայց ցեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար Թադաստանի օրը ավելի հեշտ կլինի, քան քեզ համար։ Կապառնայումին գխոսի։ Գիտեք ինչու, Կապառնայումի մեջ այդքան հրաշքներ էր Տեր Հիսուս, բայց մեկը չաշխարեց։ Վաու, սին, զապարեցին, չեմ գիտեր ուրիշ ինչ ալերին, բայց մեկը չաշխարեց։ Ըստ Սոդոմ եւ Գոմորի մեջ լարած հրաշքները իրենք պիտի ապաշխարեն։ Շատ մինչև այսօր կմնար գսե Սոդոմ Գոմոր։ Այն հրաշքները, որ ես ըրի ծեր մեջը Կապառնայում, ինչս էլ ասի, եթե ես չհարկեմ օծությունը, չեմ գնար ստանալ օծությունը։ Պիտի հարկես օծությունը, ինչս էլ է պիտի հարկեմ օծությունը։ Ասել է ահով եւ երգյուով պիտի գնաս բահերուն մեջ։ Խեղի եւ գադագի պիտի չդաս։ Մայս գնեմ գադակ, սխալ չէ գադակ գնել է, հանգար չի գարձես Աստված երկինքեն քարբիչին է դա ինքն է հետ գադակ կնեշալ անգամ Աստված։ Աստված ինձի ադեներ փաներս ասած ես խնդացեր եմ։ Աստվածն ալ գնե գադակ, բայց թունքը հարկանքը բիչի գործընծնես, երգյուղը բիչի գործընծնես, բահերու ընթացքին գետրոնացումը պիտի բահես, որովհետեւ Աստծուց մեկ հաշես, բիչի դարվիս ուրիշ բաներով։ Սեյլերը ինչ է։ Սեյլերին հետ բիչի դարվիս, բացի եթե սեյլերը գործածես որ Աստվածաշունչ կարդաս որ կամ փամը, կամ նոտ կառնես։ Պիտի հարկես օծությունը։ Բիչի բարգիս օծության դակ Դավիթ Տունչեսկի մինչև գիշեր ես արթուն մնացի աշխատեցա ինչու համար Աստծուադի սենց միսեր օծությունը գուզես տուն եթե իսկապես գուզես օծությունը լավ քնե լավ բարգիր երկրորդ օրը եկուր երեք բանին գսեի
Երեք գագիկին գսե երեք քիշեր քնացիր, որ այսօր չբարգիսի։ Հարկեոծությունը։ Տուն որովհետև որոշեցիր բահը վերջացավ, ասե չէ որ բահը վերջացավ։ Տուն չէ որ գորոշես բահը վերջացավ։ Աստված գորոշե։ Տուն ինչու պիտի ադիգա անդեսես։ Նույնիսկ զարայողը, եթե չի հարկես, օծություն չես ստանար։ Ով որեն է զարայողը։ Նույնիսկ եթե ալսենք մարդիկ դրինգ այստեղ եւ իրենք սկսան աղոթել ուրիշին վրա։ Եթե տուն չհարկես, օծություն քեզի չի կար։ Օծություն պիտի հարկես։ Հիսուս սավ որովհետև անդեսեցին իրեն, չհարկեցին, չստացան։ Բացի մի քանի հոգի, որ ինքը ցե կվրանին դրավ անոնց բժշկեց։ Բայց մնացածը չստացան։ Ասել է հարկանքը օծության անտեպ ինձի ստանալու վիճակի մեջ կտնե։ Եթե ես պիտի հանցնվիմ Սուրբ Հոգին, ես պիտի հարկեմ իրեն, պիտի հարկեմ օծությունը, պիտի չանդեսեմ։ Գրծամը ինքս բարձր։ Գադագի պիտի չառնեմ։ Ոչ ալ պիտի հանցնվիմ։ Շատ անգամ նկատի առ բահերու ընթացքին, եւ որ ժողովուրդը լավ թիդ է, ուզես նա այսօր թիդ է։ Եվ որ ժողովուրդը ծարավոտ է, քաղցած է Աստծո համար։ Դեսնես օծությունը ինչ հանգիստ կոսի։ Բայց այն վարյանին, որ ժողովուրդը այլևս հերիք է էսե, օծություն կգենա։ Աստծո զորությունը հաջախագի է, միշտ կա, մի նույն զորությունով է, չի փոխվիր, չի գենար հանգարց։ Օրմը պիտի չի կաս Աստծո կովերվիցես դեր ես եկած եմ քեզ մեզ ստանալու եւ Աստված քեզի թարնա եւ ասե գիտես այսօր մուդս դեղը չէ, կամ այսօր օրը չէ որ օծությունը վրա ղրգեմ։ Չես տեսնել, Աստված միշտ պատրաստ է քեզի դալու։ Երբ ուզես թողլա, որ ժամանակին թող լինի, դու եթե Աստծո անունը գանչես Աստված կպատասխանի քեզ։ Եվ դու գիտես ադի Գվստահի սադոր, գիտես եւ որ գանչես ինքը ներկա է, օծություն չի գենար, դու գորոշես եւ պիտենա։ Դու գրնաս ադոր խորի երթալ, Հեսու վրանեն դուրս չերելեր։ Մոսես գելեր, Հեսու գմնար։ Այսօր ասնիտով ավելի քա շաբաթ խորունգ պիտի երթանք։ Դու մի որոշեր օծությունը երբ կգենա, դու մի հանցնվիր, դու ավելի խորունգ կնա։ Օրինակ լեզուներու բարգև գուզես խոսել, չէ՞։ Մի հանցնվիր, մի դարվիր, ուրիշներում մի դիդեր։ Խորունգ կնա, օծությունով կնա։ Մինչև որ ամբողջությամբ Սուրբ Հոգին հետ շարժելովդ օծությունը սկսի փերան փանա եւ խոսելու սկսիս հավատքի կայլ առնելով։ Բայց եթե դու սկսիս դարվիլ 4 կողմը սկսիս դիտել կգնա օծությունը։ Փորձե։ Անվարգանին օծությունը որ վրատ կա, ուզես փորձե։ Օծություն թող վրատ կա եւ դու դարվիր 4 կողմ դիտե, նա ինչ կլա օծության։ Գգեցնես օծությունը։ Ադի Աստված չէ որ գեցուց, դու գեցուցիր։ Մինչդեռ կովինդ գնալ թեր խորուն կերտա, բռնած է յետևեն կերտա, ադոր վրա թեր օծությունը կաշխատի։ Աստված չէ որ գորոշե, որու պիտի դա օծություն, որու ոչ, որքան ծարավես, որքան գուզես տուն, որքան պիտի հետաբնտես այդ օծությունը։ Մեղքը վերցուր քու կյանքդ։ Եվ ասի անշուշտ ես չեմ ասել որ մեկս ալ այստեղ բնավ չենք սխալիր, ամենքս ա կսխալինք։ Ես չեմ խոսիր այդպիսի սխալներ, որ կբադահի կսխալիս եւ ներողություն կխնդրես Աստծուց մեկ վերջանա։ Ադոր մասին չեմ խոսի, ես գխոսիմ մնայում մեղքի մասին, որ կյանքիդ մեջ գա եւ բահերս դու եւ դու գիտես։ Մեղ կա, գիտես, միշտ սուտ գխոսիս օրինակ։ Գիտես։ Բահեր ես այդ մեկը։ Ասոնք վերցուր ինչու, որպեսզի խիղճդ մաքուր մնա։ Հենց այդ վարգանին, որ խիղճդ գեղդոդելու սկսե, դու հանկից պիտի չկարողանաս Աստծո հետ շփվել։ Դու Աստված չէ խնդիրը։ Աստված մերավ, որ դու չբաժնվես իր մե։ Հարություն արա, որ չբաժնվես իր մե։ Բայց դու, եւ որ սեղանը գեղդոդ է, չես կարող Աստծո հետ հանկից նստել։
Գսե Մատթեոս 5-ի մեջ Երանի սկավորները, որոնք սուկ կնեն, անոնք պիտի մխիթարվեն, պիտի զորանան։ Եթե սխալ գա քու կյանքիդ մեջը, սուկ կնես, այսինքն գծավի սադոր համար։ Ոչ թե գանդեսես յետևդ կնեդես։ Եթե դու անոնց մեզ, որ ասենք մեղ կորձեցիր եւ սիրտդ գծավի, դու երանելի ես, գսե Տեր Հիսուս։ Որովհետեւ դու պիտի մխիթարվես, դու պիտի զորանաս, Աստված քեզ պիտի զորացնի։ Բայց եթե հոգը չէ, մեղ կա կյանքիդ մեջ եւ հոգը չէ, վտանգավոր է ալիգա։ Ճիշտ հագարակն է ադա համարին։ Վտանգավոր է ադիգա։ Օծությունը եթե վրաս պիտի կա, ես սեղանս պետք է մաքուր բահեմ։ Սուրբ հոգիով։ Անորոմար Հիսուսի քու սիրտդ հանցնե եւ որոշում ար քու կյանքդ լրիվ իրեն նվիրել եւ նոր էջը սկսես մաքուր սեղանով։ Աստվածաշունչը գսե այն վարգանին, որ Հիսուս ընդունի իբրև Տեր եւ Փրկիչ, հենց այդ րոպեից այլևս հները անցավ գսե ամեն բան նոր եղավ։ Նորը սկիզբ կդա քեզ։ Վերջին երկու գեդերը եւ թատրեցնեմ, որով գսկամ մարդիկ ամենը չսեմ, մասը արդեն գդարվին։ Հետևաբար գետրոնցում բայ երկու գեդ եւս ունիմ։ Քու ունեցածը դուր Աստուծո։ Կամ ավելի շիդագը քու ունեցածը դոկտակորձե, կորձածե, դուր որբեսի դրվի քեզ։ Ուզես օծությունը ավելնա։ Ուզես օծությունը քու վրաց ավելի զորավոր անգչի, դուր ուրեմն օծություն։ Դուր օծություն։ Հենց այդ վարգանին, որ դու կանգնել ես եւ դու այդ մտադրություն ունիս, ոչ միայն նպատակ դրիր օծության, այլև ելար եւ հավատարիմ եղար օծությունը փոխանցելու մեջ, օծությունը կյանքիդ մեջ գավելնա։ Եվ ավելի հեշտ կա օծությունը։ Ինչու՞, որով դու անոնց մեջ էր, որ միայն նպատակ դրիր, սիրես բիտնեմ, բայց հետո չրիր։ Դու անգնոջ նման էր, որ կացիր ամանները բերիր, մարգարեինը սազին համացայն եւ սկսար յուղը ինչն էլ սկսավ դալ իր ունեցածը ուրիշ դեղեն յուղ չարավ իր յուղն էր մնացած յուղն էր ասավ այդ յուղը ամաններու մեջ ու բարբե եւ մինչեւ անադեմ որ աման գար յուղը գսեր չեր բաքսեր գոհոսեր քու յուղդ Աստված գուզե գոր կորզազես քու յուղդ սստավիտ իմ յուղս բզժլիկ յուղն է շատ փոքր է չնչին է փամը չն է նո բիտ զարմանաս ինչքան աման գլեցն է այդ յուղը Օծությունը փոխանցե, սկսիր փոխանցելու։ Մարդոց վրա ցերտիր։ Հիվանդների վրա աղոթե։ Կարոզած ադենտ օծությունը փոխանցե։ Եվ դա ինչ է օծությունը, սեմ ցանոին սեմ գբարկեվե։ Օծություն փոխանցողին օծություն գբարկեվե։ Օծությունը գավելնա։ Օծությունը վրատ կուկա։ Եթե դու տնես, դու քեզի ասի առաջա գսեի, եթե դու քեզի տնես վիճակի մեջ, որ օծությունը բահանջ կա, օծությունը պիտի կա քեզի։ Վերջին գետ։ Ուրացիր դու քո անցդ։ Վերջնական քո կյանքդ նվիրե Հիսուսի։ Ոչ թե մասնագի։ Քո աժոնդայետ վազանցիր։ Քո գրաֆիկետ վազանցիր։ Քու ծրակիրներդ վազանցիր, ադոնք երկրորդական թիր, առաջնահերթ Աստծո ծրակիրը թիր։ Դե Հիսուս սավ, եթե գուզես ինձի հետևիլ, քու անցը դուրացիր։ Առաջին այփենքի մն է։ Քու անցը դուրացիր, մերիր թուն քու անցդ։ Ու իշ դե գսեմ ինչե որ ծորենը չընկնի կեդինի եւ չմեռնի, բդուղ չի դար։ Պետք է ընկնի, հողին դագը մեռնի, որբեսի բդուղ դա, օծությունը այդպես գողոսի մեգուն կյանքի մեջ։ Եվ որ դու ամբողջությամբ հանձնված ես Հիսուսի Սուրբ Հոգին, ասել է այլևս դու քո աժոնդատ չես բահբաներ, որ նախ Աստծո աժոնդան դրած ես, հետո մյուս բոլոր բաները ինձի գդրվի, ավելիով ագդրվի։ Եթե Աստված առաջինը դրած եմ։ Անոմա ես քեզի շատ գեդեր դվի այսօր։ Եվ այս գեդերեն, եւ որ ունենաս կյանքիդ մեջ շատ հեշտ կա օծությունը քո վրա։ Դժվար չէ օծությունը ստանաս։ Մենք ենք որ մենք մեզի գլեցնենք շատ բաներով։ Եվ ասոնց աս գեդերեն դուրս կելենք եւ ինքնաբերաբար օծությունը չաշխատիր։ Հիմա որ մենք աղոթքի պիտի մտնենք սիրելիս նպատակ ունիս օծության։ Ինչ պիտնես օծությունով։ Ագնկալությունդ ինչ է։ Այդպես հավատքի քայլար։
Օծությունը փոխանցելու մասին մտածե։ Այս բահեն ներս մի ցկեր։ Եվ եթե քու սիրտը չես նվիրած Հիսուսի, ես պիտի առաջարկեմ, որ այսօր, հենց այսօր նվիրես քու սիրտդ ամբողջությամբ։ Հատկապես կխոսեմ անոնց, որոնք նոր են այստեղ։ Ըսե Տեր Հիսուսի, ես քեզի կընդունիմ։ Իմ կյանքս քեզի կդամ։ Լրիվ։ Ադի առաջին քայլն է, եւ արդեն Սուրբ Հոգի մեջդ կմտնե։ Եվ այս բոլոր բաները ինչ որ դեսար այստեղ քու ցերկով դալ կսկսի լալ։ Հիվանդություն բեկչունից դեսնելու։ Թուն գահուտես եւ բժշկություն գլա։ Թուն չես Հիսուսը, բայց Հիսուս մեջդ կաբրի։ Բարի, երեք ոտքի կանգնենք ժողովուրդ։